Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է դեկտեմբերի 1-ից մինչև 7 ընկած ժամանակահատվածի համար։ Արդեն սկսվեց դեկտեմբերը, սկսվեց տոնական ժամանակաշրջանը։ Ես նշեմ, որ ես տոնածառս տեղադրելու եմ դեկտեմբերի 7-ին, այնպես որ ովքեր որ կցանկանան այդ օրը տեղադրել, կարող եք տեղադրել։ Տեսանյութը մոնտաժվում է եւ կտեղադրվի անպայման աստղաբանության ալիքում այն մասին, թե երբ տեղադրեք, բայց ես արդեն իսկ խոսել եմ այդ մասին, թե երբ տեղադրեք։ Անցյալ տարի եմ խոսել, դա մշտապես է եւ դուք պետք է հասկանաք, որ այս տարի դեռևս հիմա որ տեղադրում եք դուք տոնածառը, դեռ 2025 թվականն է եւ դուք դեռ օծի տարում եք։ Դուք չեք տեղադրում դա վագրի ձիու համար։ Դուք տեղադրում եք հիմա օծի համար։ Եվ ինչ էլ որ անեք, միևնույն է, շատ երկար ժամանակ կա դեռ որ հասնեք ձիու տարուն։ Այնպես որ ինչ էլ որ անեք, անցյալ տարվանը պետք է նայեք։ Ոչ այս տարվանը։ Այս տարվանը վերաբերվում է 2026 թվականի դեկտեմբերին արդեն, երբ որ կտեղադրվի հաջորդ նշանի համար, հա, այծերի համար, ոչխարների համար, այդպես։ Այնպես որ հիմա յուրաքանչյուր մարդ, ով որ տեղադրում է իր տոնածառը, տեղադրում է օծի տարվա համար, ուրիշ ոչ ոքի։ Որտեվ հունվարի 1-ը դեռ ձիու տարի չի համարվում։ Ոչ էլ դեկտեմբերը բնականաբար։ Եթե ցանկանաք այդ օրերին տեղադրեք փետրվարի կեսից հետո, տեղադրեք տոնածառ մի քանի օր, ձիուն չի միշում վագր ասում, ձիուն ուրախացրեք, ընդունեք ձիու տարին եւ վերջ։ Գուցե դա ավելի ճիշտ է, քան հիմա այդպես կոտրատվել, որովհետեւ ձիուն ոչինչ չի անելու ձեզ համար, ոչինչ։ Ես ամեն տարի տեղադրում եմ ամսի 7-ին։ Լինում է տարի, որ առաջ տեղադրում էի ամսի 21-ին։ Իսկ հիմա տեղադրում եմ ամսի 7-ին, հաջորդ շաբաթ, ամսի 7-ին ես կտեղադրեմ տոնածառը։ Այսքանը, սիրելիներս, որովհետև ամսի 7-ը շատ կարևոր օր է եւ դա հաջողություն է բերում։ 6-7, հա, կարող եք տեղադրել։ Այսքանը տեղեկատվության համար եւ իհարկե Facebook-ն էլ է բաց, Facebook-ը այնտեղ ադմիններն են միայն աշխատում, տեղադրում են այն տեսանյութերը, որոնք որ ես գցում եմ, ուրիշ ոչինչ։ Եվ ամսվա վերջ հավանականությունը շատ մեծ է, որ ես ազատ ժամանակ շատ կունենամ եւ մինչեւ պատրաստվել ամանորին, մինչեւ այնտեղ բլինչիկ, որտեւ ես իմ ձեռքով եմ անում, իշլի քյուֆտեն եւ այլն այդ ամեն ինչը ես պետք է իմ ձեռքով անեմ։ Երբեք չեմ գնել, երբեք չեմ պատրաստվում գնել ոչ ոքից, ոչ բլինչիկ, ոչ լիստեր, ոչինչ։ Այնպես որ մինչեւ այդ պատրաստությունները բնականաբար ես դեռ մի քանի օր ժամանակ կունենամ ամսի ամսվա վերջ։ Այնպես որ այդ ժամանակահատվածում ինչքան կհասնեմ տեսանյութեր անպայման ես ձեզ համար կանեմ, որովհետև բոլոր խանութները փակվում են, ես փակում եմ բոլորը, մենակ մեկն է բաց, դա էլ տոների համար է, բնականաբար հենց այդ օրերին է հարկավոր, 1-2 օր է փակվելու, նորից էլի կբացվի, բայց դա ես ոչինչ չեմ անում, այնպես որ ես ավելի շատ ազատ կլինեմ այդ օրերին եւ կփորձեմ հնարավորինս շատ տեսանյութեր անել ձեզ համար։ Այսքանը, իսկ հիմա արդեն գնայինք կանխատեսումը, տեսնենք ինչ է մեզ բոլորի սպասվելու այս շաբաթվա ընթացքում։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 1-ից 7-ը։ Ընդհանուր ֆոնը էմոցիոնալ վիճակ է, ձեզ մոտ ռոմանտիկ պահեր, ռոմանտիկա է, ձեզ մոտ ինչ-որ նոր ծանոթություն է, նոր շփում է, ոմանց մոտ սա մայրիկի հետ ավելի շատ կանցկացնեք այս շաբաթը, ինչ-որ գաղտնի պահեր կլինեն ձեզ մոտ, ինչ-որ բաներ կա, որ չեք կարողանա լիարժեք հասկանալ կամ ինչ անել, ինչպես անել, ոնց որ ձեր դիմացը ավելի շատ մութ կլինի եւ չեք կարողանա հասկանալ, թե ինչ անել, ինչից սկսել։ Միգուցե դա ամանորին է վերաբերվում, միգուցե ընդհանուր կարող է, օրինակ ուզում եք գումար աշխատեք եւ այս պահերի ոնց որ մտածում եք, թե ինչով կարելի է օրինակ գումար վաստակել եւ դեռ դիմացը մութ է, դեռ չեք պատկերացնում։
Տեսնենք անձնական կյանքը խոյերի։ Անձնական կյանքը մանր-մունր խնդիրներ են, որոնք նաև կարող է կապված են ամբողջությամբ ձեր էմոցիաների հետ։ Սա կորուստ են նաև։ Անձնական կյանքն է, սա սերն է, հարաբերություններն է։ Եթե ուզում եք ամեն ինչ նորմալ լինի, ապա պետք է ուղղակի ձեզ զսպեք, էմոցիաները եւս զսպեք, որովհետև հենց էմոցիաների պատճառով է լինելու, թեկուզ եթե բաժանվեք, թեկուզ եթե հեռանաք իրարից, թեկուզ եթե ինչ-որ մեկին կորցնեք ձեր կյանքում։ Այդ ամբողջը լինելու է ձեր էմոցիաների ազդեցության տակ։ Դե համար զսպեք, եթե չեք ուզում խնդիրներ ընտանիքում, չեք ուզում խնդիրներ ծնող երեխա հարաբերություններում, սերն է, հա, սերն է պակասում, էմոցիաները ավել են։ Սա լավ քարտ չի, որ ասեմ էմոցիաները սիրո հետ են կապված, հա, շատ սեր եք տալիս կամ շատ սեր եք ստանում, չէ։ Դե համար պետք է ավելի ուրիշ ձև նայել այս շաբաթ հարաբերություններին։ Մանր-մունր խնդիրներ կարող են լինել, էմոցիաները դուրս տաք եւ մեկը մյուսին վիրավորի, նաեւ կորուստ է սա։ Եվ գիտեք, ընդհանուր կարող է հենց իրականում իրանք են։ Իրականում կարող է տունը առնետ է մտնում կամ մուկ է մտնում։ Չեմ կարող ասել, ոնց որ մեր Ֆրանսիայի տունը ինչպես էր, տունը չէ, արեստանոցը, որտեղ որ լիքը իրեր կան, այնտեղ մուկ էր մտել, մուկ էր կռիսեր, ոնց որ թե մուկ էր թուղթեր ուտում, չգիտեմ, հետո բռնեցինք, ինչ եղավ, ինչ չեղավ, հիշում եմ, որ կարմիր կծուբի բառ եմ ցանել այնտեղ, որտեղից որ կասկածում էինք, որ կարող է մտնել, եւ դրանից հետո հետքը չտեսանք, գուցե ձեզ էլ օգնի։ Ուրեմն աշխատանքի հետ կապված ոմանք կարող են գնալ գործուղման, ոմանք բավականին աշխույժ կլինեք ձեր գործերը առաջ տանելու համար, դա կարող է էմոցիոնալ, այդպես տանեք առաջ ձեր գործերը, ձեր բիզնեսը, ավելի հավեսով աշխատեք, որովհետև ինչքան շատ աշխատեք, այնքան կարող է շատեք գումարը, որտեղ դիմաց ամանոր են մեծ ծախսեր եւ բացարձակապես խորհուրդ չեմ տա ամանորն անել վարկի ներքո, դա ամենասխալ բանն է, որ մարդը կարող է կյանքում թույլ տալ իրեն, այն որ ասում է ամանորը սեղանը գցելով չի, ամանորը ձեր ներսում է, դուք պետք է հասկանաք, թե ինչպես պետք է դիմավորեք այն, ինչ տրամադրությամբ, որովհետև սեղանը իրոք չի, որ ձեզ ինչ-որ բան է ապացուցելու կամ ես օրինակ նման բաներ չունեմ ինչ-որ մեկի համար, մեկին ապացուցելու համար, ինում վարկ վերցնեմ, բերեմ, հա կարող է ավելի շատ աշխատեմ, ավելի շատ, ավելի եռանդուն, այսպես ինչպես որ դուք եք ավելի եռանդուն, ավելի շատ գումար վաստակելու համար, որ ավելի շատ բան կարողանաս գնել, բայց ինչ-որ պարտք անես, կյանքում չեմ սիրում պարտք։ Նաև այստեղ, եթե սեփական գործ ունեք, սեփական խանութ ունեք եւ նման այն ինչ-որ գործողություններ կամ կարող են նաև գալ ստուգելու։ Ձեր գործերը կան ստուգելու։ Նորություն կլսեք աշխատանքի մասին, ովքեր որ աշխատանք են փնտրում, կարող են զանգահարել, կարող եք այնտեղից ինչ-որ մի տեղեկատվություն ստանալ։ Եվ եթե սեփական բիզնես ունեք եւ ինչ-որ բաներ եք պատվիրել հանուն հատուկ, հա, ինչ-որ գործերը անելու համար, առաջ տանելու համար, ապա այդ ապրանքը կարող եք ստանալ։ Գումարը սա ավելի հասուն կծախսեք։ Այս շաբաթ ավելի գիտակցված, ավելի ճիշտ, ավելորդ ծախսեր չեք անի, հա, ավելի ծանրակշիռ կլինի ձեր բոլոր գնումները։ Նաև սա կարող եք վերահաշվարկել ձեր ծախսերը, տեսնել ինչ կա, ոնց կա, ինչ որից հետո է, ինչն է ձեզ համար օգուտ։ Սա նաև աշխատավարձի բարձրացում կարող է լինել ոմանց համար կամ ոչե բոնուս կարող եք ստանալ, եթե աշխատում եք։ Եթե ոչ, սա եւս հա ձեր այս քրտնաջան, այսպես էմոցիոնալ այդ աշխատանքի շնորհիվ կարող եք գումար նաև ավելի շատ եկամուտ ունենալ։ Իսկ արդեն առողջության վերաբերյալ դե պետք է ուշադրություն դարձնել սովորաբար կոկորտին, հա, ավելի շատ ծիտիկները դրանց մասին են խոսում, հա, որտեղ իրանք ավելի ճողճողում են իրանց կոկորտն է։ Կոկորտը գրիպային իրավիճակ, այստեղ ոմանք կարող են հղիանալ, ոմանք ծննդաբեր են այս շաբաթ։
Եվ անգամ տեղափոխվեք մեկ այլ տեղ բուժման նպատակով կամ ինչ-որ դեղորայք ձեռք բերելու նմանատիպ։ Այսքանը ձեզ համար կամ կարող են ուղարկել որևիցե դեղորայք ձեզ։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 1-ից 7-ը։ Ընդհանուր ֆոնը տեսնենք։ Ուսմամբ կզբաղվեք գիտելիքներով, ոմանք նաև կարող են պայմանագիր կնքել, ինչ-որ թղթաբանությամբ զբաղվեք, նաև սա զաքսավորում է, նաև բաժանում, ինչու՞ չէ, հա, ինչ-որ թուղթ եք ստորագրում կամ զաքսավորվելու համար կամ բաժանվելու համար, նաև սա գաղտնիք է, որը կբացահայտվի։ Դե ոմանց համար կարող է սիրային թեմա է սա, ոմանց համար մեկ այլ թեմա է, ինչ-որ բան եք իմանում։ Որովհետև հեսա, որ Մերկուրին է արդեն ուղղահայաց է լինում այս ժամանակ, Սատուրնն է ուղղահայաց լինում, այնպես որ հավանականությունը շատ մեծ է ինչ-որ բաներ բացահայտվելու համար։ Կամ այն ինչը որ թողել եք, դա անեք եւ այստեղ ոնց որ նորովի մտնեք կյանք, նոր կյանք մտնեք, գրքի էջը հա փոխեք եւ այլևս չանդրադառնաք դրան։ Որովհետեւ երբ որ հետադարձ են լինում մոլորակները, ձեզ թույլ են տալիս ինչ որ բան ուղղելու, կարող դուք ուղում եք եւ այլևս այս շաբաթը հենց նոր շաբաթ է առանց հետադարձի, չնայած որ դեռևս ոնց որ թե Յուպիտերը հետադարձ է, բայց ամենայն դեպս Նեպտունն էլ է ոնց որ հետադարձ։ Հնարավոր են։ Չեմ նայել, որ ճիշտ ասեմ, դե որ աստղաբանության կանխատեսումներ չեմ անում, չեմ էլ նայում։ Անձնական կյանքը ցուլերի։ Անձնական կյանքում որից է տղա է, այստեղ կարող է ինչ-որ մեկն է, ինչ-որ անձնական կյանքում որից այդ տղայի մասին եք, ինչ-որ գաղտնիք եք իմանում, կամ այդ տղան է ինչ-որ գաղտնիք բացահայտում ձեզ, կամ ձեր ամուսինն է, ձեր հայրն է, ձեր եղբայրն է, իմանում եք, օրինակ, որ զույգ ունի չեր ասել ձեզ, կամ ձեզ են սերո խոստովանում, չգիտեիք այդ մասին, ամենայն դեպս ինչ-որ տղա է, ով որ կապված է ձեր ընտանիքի հետ, կարող է ձեր տղան է գալիս է բանակից, ձեր ամուսինն է գալիս է հեռվից, որպեսզի աման օրը միասին դիմավորեք, այս մեկ ամիսը ձեզ հետ կանցկացնի, եւ իհարկե նոր տղա է, նոր տղամարդ ավելի շուտ կմտնի ձեր կյանք, կարող է նաեւ ավելի տարիքով է, ոմանց համար։ Կարող ես մեկ շաբաթը ձեր եղբայրն է գալիս ձեր տանը մնում կամ դուք պետք է գնաք ձեր հայրիկին խնամեք, մեկ ամիս մնում եք իր տանը, մեկ շաբաթ։ Աշխատանքի հետ կապված ընկերական մթնոլորտ կլինի ձեզ մոտ, ձեզ հետ ավելի ընկերական կլինեն, դուք իրենց հետ ավելի ընկերական կլինեք։ Նաև սա ընկերոջ հետ ոնց է գործ անել է, բիզնես սկսել, նաև կարող է ընկերն է ձեզ օգնում իրենց մոտ աշխատանքի տեղավորվելու կամ ձեր ընկերն է գալիս ձեզ մոտ աշխատանքի տեղավորվում, այդպես ինչ որ կամ օգնում է ձեզ ինչ որ աշխատանքի հետ կապված կարող պատվեր ունեք եւ շատ մեծ է եւ բնականաբար ինչ որ մեկը ոնց որ ձեզ ձեռք է մեկնում օգնությունը կամ ձեր ընկերը կարող է ձեզ ինչ-որ բան սովորեցնել այս շաբաթ, ինչ-որ բանի մասին, այն գործի մասին օրինակ, որը դուք եք անում։ Գումարը կամ ոչ է հասարակական ինչ-որ պետական գումար է, կամ հասարակական գործունեությունից ստացած գումար է, կամ առիթ է այդտեղից կամ գումար եք ծախսում արդեն այդ առիթի վրա կամ գումար է գալիս այդ առիթից։ Ինչ որ գումարը շատ կապված է մարդկանց հետ, հասարակական գործունեությունն է սա ավելի շատ։ Կարող է ինչ-որ բան եք որոշում վաճառել հենց ամանորի հետ կապված, կամ ինչ-որ բան է, հա, որը մարդիկ են իմանում, գալիս են, գնում են, պատվիրում են եւ այդպիսով դուք գումար եք վաստակում։ Կամ եթե ինչ-որ միտեղ եք աշխատում, այդտեղ կարող է շուկա է լինում, գնում շուկայում եւ դուք այնտեղ պետք է կանգնեք, ներկայացնեք, չնայած ցուլերը ոնց որ թե նման բաներ չեն սիրում անել, չգիտեմ,
Համենայն դեպս սա ինչ-որ մի տեղից կամ հա ծախսում եք, կարող է առիթ է, ծախսում եք կամ գումար եք ծախսում, գնում եք օրինակ կինո, թատրոն կամ ոչ զվարճանքի կենտրոն, հա ինչ-որ պահեր այդպես ձեր կյանքում, դրա վրա եք գումար ծախսում։ Իսկ առողջության հետ կապված եթե խնդիրներ կար, սա ասում եմ, որ առողջությունը ավելի շատ կկայունանա, ավելի նորմալանա, եթե հա ոչ սա խնդիրներ կար, ապա այդ խնդիրները համենայն դեպս այս շաբաթ ոնց որ նույն տեղում կմնան, ոչ մի ինչ որ շարժ չկա։ Դե համենայն դեպս կայունությունը դա ավելի լավ է կամ դե չի բարթանում ոնց որ ոչ մի խնդիր չի ստեղծում դες համար։ Այսքանը ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին դեկտեմբերի 1-ից 7։ Ընդհանուր ֆոնը փաստաթղթեր, SMS, միգուցե նոր մարդու հետ եք ծանոթանում անդադ նամակագրական կապի մեջ հակա շաբաթ։ Փաստաթղթեր եք դասավորում, փաստաթղթեր եք հավաքում, քսերոքսանում կամ նման ոչ ինչ որ գործեր եք անում։ Սա նաև հրավիրատոմս է, որը կարող եք ձեռք բերել կամ ձեզ տան կամ նաև սա տոմս է, որը կարող եք գնել կամ հանգստանալու հետ կապված կամ ոչ ինչ որ ռեստորանի հետ կապված կարող է ամրագրում եք արել եւ ինչ որ թուղթ են տվել, փաստաթուղթ են տվել, դե կախված թե ուր եք գնում որ ռեստորանը։ Փաստաթուղթ կարող եք ստանալ կարևոր տեղեկատվություն կարող եք ստանալ գրել, կարող է ինչ որ դաս եք սովորում եւ ավելի շատ գրում եք այս շաբաթը։ Անձնական կյանքը նաև փաստաթուղթ ստորագրել է դա։ Անձնական կյանքում տեսնում եք ուրախ տրամադրություն, ինչ-որ բան տեղի կունենա, որը որ ձեզ շատ կուրախացնի, միգուցե այդ փաստաթուղթն է, միգուցե նոր սեր է, միգուցե ձեր նախկինն է, ամուսինն է, կինն է, ուզում է եւս էլի մտերմություն անել, գրում է ձեզ եւ դա ձեզ եւս ուրախացնում է։ Ինչ-որ բան տեղի կունենա ընտանիքում կամ ձեր անձնական կյանքում, որ ձեզ շատ է ուրախացնելու։ Տրամադրությունը բարձր է, ինչ էլ որ լինի, հա, միևնույն է, թե նոր ծանոթություն, թե հյուրերի ժամանում, թե բարեկամները կարող են գալ, այնպեսի մեկը կարող է գալ, որ չեք սպասում, վաղուց չեք տեսել, այդպես։ Աշխատանքի վայրում այստեղ կամ պետք է իմաստուն լինեք, այդ եթե ինչ-որ փաստաթուղթ եք ստորագրելու, ուշադիր լինեք, որտեղ անձամբ ֆինանսներն էլ, հա, կապված են այդ ինչ-որ փաստաթղթի հետ, կարծես թե։ Եթե առանց մտածելու փաստաթուղթ ստորագրեք, այստեղ կամ գումար եք կորցնելու, կամ աշխատանքի հետ է դա կապված։ Նաև սա օձեր են։ Օձեր են աշխատանքում, աշխատանքի վայրում, որը կամ գնալու եք օրինակ աշխատանք փնտրելու այնտեղ, հա, ընդհանրապես տհաճ վերաբերմունք եք ստանալու կամ այնտեղ ձեր աշխատանքի վայրում է այդ մթնոլորտը, այդ տհաճ մարդկանց։ Կամ ուղղակի սա իմաստություն է, իմաստուն ձևով օրինակ առաջ տանել ձեր բիզնեսը, ձեր աշխատանքը, ճիշտ անեք, որպեսզի նաև այստեղ գումար չկորցնեք, որովհետև գումարել, հա, կորուստը կամ մանր-մունր խնդիրներ են գումարային, որոնք կլինեն այս շաբաթ կամ կորուստ է, որը եւս պետք է ուշադիր լինել կամ ինչ որ փաստաթուղթ կարող եք ստանալ, որտեղ գրված է ինչ որ գումար եւ պետք է վճարեք, դա եւս էլի կորուստ է ինչ որ չափով, որովհետեւ դա ոնց որ անիմաստ է, օրինակ շտրաֆը մեքենայի, եթե տալիս են, հա, դա ոնց որ անիմաստ ծախսեր են դուրս է գնում այդ ծախսերը, որ չգիտես էլ ինչու է, հա, ընդհանրապես նկարվել ես եւ այդպեսով նա եւս այս քարտերով ընդհանուր առմամբ, հա, կորուստ է համարվում։ Եվ եւս ինչ որ փաստաթուղթ կարող եք ստորագրել, որ չհասկանաք ինչ է, եւ հետո մեկ է տեսնեք, որ պետք է ինչ-որ գումար վճարեք։ Դա համար շատ ուշադիր է պետք լինել այս շաբաթ աշխատանքում եւ ֆինանսներում։
Իսկ առողջության հետ կապված ավելի շատ կոկորդ, հաս, պետք է ուշադիր լինել, ոմանց համար հղիություն է, ծննդաբերություն է, ոմանք էլ կարող են գնալ մեկ այլ երկիր կամ ինչ-որ տեղ բուժման նպատակներով, կամ ինչ-որ դեղորայք ձեզ ուղարկեն։ Այսքանը ձեզ համար։ Զգուշացումներ ունեիք։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 1-ից 7-ը։ Ընդհանուր ֆոնը, ով է եկել գեղեցկուհին իր փոչով։ Խաբեություն, նաև խորամանկություն, կամ դուք եք լինելու խորամանկ, կամ փորձելու եք ինչ-որ մեկին խաբել, կամ այս շաբաթ փորձելու են ձեզ խաբել, կամ ասում մատի վրա ֆրցնում են։ Կախված է թե որ ոլորտն է, գիտեք, եթե անձնական կյանքն է, սա եւս, ոնց որ կամ խորամանկորեն մտնելու են ձեր կյանք, ինչ որ մի բան ակնկալելով, կամ էլի խորամանկությամբ են ծանոթանալու, բայց ոչ ակնկալիքով, այլ ուղղակի այդ մարդ բնավորությամբ այդպես է, բայց նաև խաբեություն է սա։ Անձնական կյանքը։ Եվ ինքը ընդհանուր գիտենք, որ աղվես ինքը խորամանկությամբ նաև մարդուն խորհուրդներ է տալիս։ Նա ընդհանուր պատտվում է մարդու շուրջ եւ ինքը խորհուրդներ է տալիս, սա արա, սա, բայց սա կասկածի, սա էս է։ Ընդհանուր քիթը մտցնում է ինչ-որ տեղ, որտեղ որ իրան պետք չի մտցնել։ Եվ միգուցե հենց դուք պետք է լինեք խորամանկ այստեղ, որովհետեւ անձնական հարաբերություններում ընտրության առջև պետք է կանգնեք։ Սա շփվեք, չշփվեք, հանդիպեք, չհանդիպեք, միգուցե դուք էլ եւս մտածում եք, որ ինչ-որ մի բան այնպես չէ այս մարդու մոտ, ոնց որ թե խաբում է, ոնց որ թե ինչ-որ մի բան է ակնկալում ինձանից։ Այդ մտքով էլ եւս, կարող եք դամար կասկածել կամ տատանվել։ Սա նաեւ ընտանիքով է։ Ընտանիքով ինչ-որ մի բան եք որոշում եւ այդ որոշման հետ կապված տատանվում եք։ Ծանոթ թեթև եք անում, անեք թե չանեք, օրինակ վաճառեք տունը, չվաճառեք, տեղափոխվեք մեկ այլ քաղաք, թե ոչ, գնեք օրինակ սեղանը, թե ոչ, ինչ որ, կամ ամանորին ինչքան ծախսեք, ինչ որ բաներ, որ նաև ընտանիքով կարող եք քննարկել, մտածել։ Եվ իհարկե դուք կարող հրավիրել են ժամադրության եւ կասկածում եք, մտածում եք, արդյոք արժի թե ոչ։ Աշխատանքի հետ կապված սա ավելի կհեշտանա աշխատանք փնտրելը այս շաբաթ։ Կհեշտանա օրինակ միանգամից մենեջերներին տեսնելը, տնօրենին տեսնելը, հարցնելը աշխատանքի հետ կապված։ Ավելի կհեշտանա ձեր աշխատանքը, որը որ դուք եք անում։ Հաճախորդների հետ հարաբերությունները ավելի հեշտ կլինեն, ավելի ճիշտ կկառուցվեն։ Եթե աշխատանքի բերումով կամ բիզնեսի հետ կապված ինչ-որ մեկին եք ուզում հանդիպել, տեսնել, ապա դա եւս ինչ որ հնարավորություն կտա, ոնց որ եթե ինչ որ մեկն է, ով որ ուզում է գործարք կնքեք օրինակ հետը, կհեշտանա այդ հարաբերություններ ստեղծելը, տեսնելը այդ մարդուն անմիջապես, տնօրենին տեսնելը, ովքեր աշխատանք են փնտրում, գնացեք, որովհետև հեշտությամբ կարող եք գտնել աշխատանք։ Նաև կարող է սա արտահանում է ինչ-որ բան եք արտահանելու, գործուղման կարող եք գնալ, կամ ներմուծելը, որը էլի եւս ինչ-որ հեշտությամբ կլինի, բայց այստեղ կարող են մի քիչ խորամանկություն անել, գրպանը բացել, օրինակ, որ մի 2 կոպեկ գցեք մեջը, նոր հետո ձեր գործերը առաջ տանեք։ Կամ դուք ինքներդ պետք է խորամանկ լինեք եւ օգտվեք այս առիթից, որը ձեզ հեշտացնում է ինչ-որ process եւ անեք այն։ Թեկուզ եթե օրինակ ոնց որ մեկ աշխատանքից դուրս է եկեք, գիտեք, որ այնտեղ թափուր տեղ կա, ոնց որ այսենց խորամանկորեն մի հատ տնօրենին հարց ու փորձ կողա, մի հատ ես փորձեմ կամ ինչ որ դիմեմ, այդ աշխատանքը իմը լինի, այդպես։
Իսկ գումարի հետ կապված, որ փաստաթուղթ է կամ կստորագրեք, եւս պետք է ուշադիր լինել, որ այնտեղ խորամանկ մարդ կա, խաբեբա մարդ կա, եւս ուշադիր եղեք եւ կարող է ստանում եք գումար, ստանում եք դրսից գումար եւ բացի դա ստանում եք ոչ փաստաթուղթ, որտեղ մեջը գումար է նշած, որ պետք է վճարեք։ Գումար կարող եք ծախսել փաստաթղթերի վրա, որ օրինակ սերոքս անեք կամ վճարեք վերցնեք։ Ամենայն դեպս միշտ հիշեք, ինչ էլ որ անեք, շաբաթվա ընթացքում, որ խաբեբա եւ խորամանկ մարդիկ կան ձեր շրջապատում, ինչ որ չափով պետք է զգուշանալ։ Իսկ առողջությունը սա ինչ որ չափով դեպրեսիվ վիճակ է, ստրեսային վիճակ է, լարված վիճակ է, կամ ինչ որ բանի եք սպասում, կամ ինչ որ բան պետք է լինի, որ այդ վիճակում եք։ Կարող է սա է բզբզում ձեզ։ Բնականաբար շատ ժամանակ լինում են դա մտերիմ անձնավորությունները, ովքեր որ այդպես դուք էլ մտածում եք, որ եւ ձեզ լարված է պահում ինչ որ չափով։ Չէ, ինչ որ բուն կամ անհանգստանում եք ոչ մեկի առողջության մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր, շաբաթ եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին դեկտեմբերի 1-ից 7-ը։ Ընդհանուր ֆոնը։ Օցեր։ Չար մարդիկ, չար վերաբերմունք, միգուցե ամբողջ շաբաթվա ընթացքում, սա նաև իմաստություն է, որ պետք է իմաստուն գտնվեք, ինչ որ հարցին լուծում տալու համար։ Սա նաև գայթակղություն է։ Գայթակղություն է հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ կամ ինչ որ գործունեության հանդեպ, որ կարող է ավելի գայթակղված լինեք եւ ուզենաք հասնել դրան այն ինչը որ պետք է։ Տեսնենք միգուցե օցերը ցույց տա որտեղ են։ Անձնական կյանքը խառնվում են ձեզ մոտ, ինչ որ կյանքում ոչ է ոլորտում։ Դա այստեղ, եթե վերացենք ավելի շատ անձնականն է, որովհետև այստեղ կարող է լարվածություն ստեղծել եւ դա է արդեն անհանգստություն է։ Ձեր երկրորդ կեսի համար կարող է բզբզումը, որ տես ուրա գնում, ինչի է սուր ժամերին գալիս, կամ բամբասանք է սա նաեւ նախանձություն եւ բամբասանք նաեւ ձեր անձնական կյանքում կարող է թեմա է մտցնում ընտանիք, որից որ այդ թեման անընդհատ շոշափվում է եւ դա էլ բերում է կողվեճ։ Լարվածություն, շատ լեզվակռիվ, այդպես։ Նաեւ ովքեր որ միայնակ են, միգուցե ծանոթանում եք այս շաբաթ ինչ որ մեկի հետ եւ անընդհատ կարող եք խոսել, շփվել իրար հետ։ Եվ այդ դեպքում արդեն պետք է չպատմեք ոչ ոքին եւ դուք ինքներդ ավելի իմաստուն գտնվեք այդ հարցում։ Եթե ձեզ դուր է գալիս, ապա ճիշտ բառեր օգտագործել խոսալու համար, ոչ թե ուղղակի անիմաստ խոսել։ Եվ աշխատանքի բերումով ոմանք կարող են գնալ գործուղման, ոմանք իրենց գործերը առաջ կմղեն, բիզնեսը առաջ կմղեն, կարող եք նաև տեղափոխվել մեկ այլ երկիր քաղաք հենց աշխատելու համար, աշխատանքը տեղափոխվում է կամ ձեզ են ուղարկում այնտեղ պետք է արդեն աշխատեք եւ ստիպված եք լինելու տեղափոխվել։ Դե սա շատ աշխատանքի բերումով շատ դրսներում, շատ ճանապարհներին ինչ որ միտեղ կգնաք ինչ որ բան անելու համար, այստեղից այնտեղ կարող ինչ որ բաներ եք գնում, օրինակ բիզնեսի հետ կապված, անընդհատ ոնց որ շարժման մեջ։ Կամ շատ պատվեր է, կամ պատրաստվում եք ամանորին, ինչ որ գործեր անելու համար, դրա համար, ինչ որ այդ անընդհատ այստեղ ու այնտեղ կլինեք։ Գումարի հետ կապված այստեղ կամ գումար եք ստանալու, կամ գումար եք ծախսելու։ Այն երկուսն էլ այստեղ կա, կամ գումար կգա, կամ ինչ որ բան եք գնելու։ Եվ այդպես գումար կծախսեք։ Դա եւս ասում եմ մի փոքր իմաստուն գտնվեք գումար ծախսելու համար։ Եվ եթե ձեզ այնց պարտքով գումար ուզեն այնտեղ, օցեր կան։ Հնարավոր է հետո դժվարությամբ հետ ստանաք այդ գումարը։
Այս կառողջության վերաբերյալ սա կամուրջ է, սա ավելի հեշտ հանդիպել տեսնել բժշկին, կարող է չեք սպասում բժշկին տեսնելու համար, ինքը ազատ է եւ կարողանում եք ավելի արագ լուծել ձեր հարցերը։ Բուժվելու հետ կապված ավելի կհեշտանա, եթե ինչ-որ պրոցեսներ անեք այս շաբաթ, ինչ-որ գործողություններ անեք ձեր առողջության հետ կապված, ապա ոնց որ սա ավելի կհեշտացնի, որ ավելի արագ արդյունքը տեսնեք, ավելի արագ բուժվեք։ Այսքանը ոնց որ ինչ-որ հատուկ բաներ էլ նաև չկա։ Եվ ընտանիքով էլ կարող եք ինչ-որ բաներ քննարկել, որոշել, գուցե գնումներ կատարելու համար, կողմից իրեք ուզում գնել եւ ընտանիքով նստած խորհրդակցում եք մեկը մյուսի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 1-ից 7-ը։ Սա ինչ-որ մի բան է գնում, բայց այն ինչ-որ գնում է, սա գնում է հավիտյան, եւ անվերադարձ։ Ինչ-որ մի բան կգնա, ոչ մի բանին տեղ բացելու համար։ Յուրաքանչյուր ոլորտ սա կարող է լինել։ Անձնական կյանքից մինչև ամենապահերը վատ։ Տեսնենք լավ, ինչ-որ մի ձևով կարող է ցույց տալ սա։ Անձնական կյանքը դա ինչ-որ հատուկ ֆինանսներն մի քիչ որ խնդիրներ են, բայց այն որ ասում է կամ այստեղ պետք է, եթե պարտքեն օրինակ ձեզ, ոնց որ ասում է պետք է գրեք սառույցին, իրոք, եթե այնտեղ պետք է գնա, կամ տալիս են պարտքերը կամ դուք եք տալիս գնում է, բայց այստեղ երկերեսանի մարդիկ են, մի քիչ դժվարությամբ կկարողանաք այդ գումարները ստանալ, եթե գումարի հետ կապված կամ եթե պարտք ուզեն, պարտքով գումարը տալիս եք եւ գնում եք ուղղակի սառույցին ու վերջ, այլևս պետք է մոռանաք այդ մասին։ Անձնական հարաբերություններում սա կամ դուք եք ամուսնանում, կամ ձեր ընտանիքից ոչ մեկը, կամ առիթ կա շաբաթ ձեր տանը, կամ պետք է գնաք այդ առիթին։ Սա նաև հասարակական կյանքն է, կարող ընտանիքով ավելի շատ դուրսը լինել, մարդկանց մեջ լինել այս շաբաթ, գնաք այստեղ, այնտեղ, կինո, թատրոն, այգի, ինչ-որ զվարճանքի կենտրոններ, ուրախանաք, ոնց որ կամ սա նաև առիթի ժամանակ նոր ծանոթություն է։ Նոր հարաբերություններ կամ նոր ինչ-որ մեկը կարող ծանոթանաք այդ ժամանակ։ Կամ դրսում ինչ-որ տեղ գնալուց, ոչ է միջոցառման ժամանակ, օրինակ դրսում որ կատարվում է կամ ինչ-որ միտեղ, թեկուզ ցուցահանդես է կամ եւ այլն, այնտեղ կարող եք տեսնել, ծանոթանալ։ Աշխատանքի հետ կապված սա մանրուքներ են, կամ մանր-մունր աշխատանք է, կամ այն աշխատանքը, որը որ անում եք, կամ դա է հենց մանրուքներ, կամ ավելի շատ պետք է ուշադիր լինեք այն ինչին որ անում եք այս շաբաթ, ավելի կլանված կամ ավելի մանրակրկիտ պետք է նայեք այն ինչ որ անում եք, թեկուզ եթե օրինակ ուզում եք բիզնես բացել, ապա եւս պետք է շատ մանրակրկիտ վերանայել, հաշվարկել, հետո նոր այդ ամենը անել։ Նույնն էլ աշխատանքը կամ աշխատանքից դուրս գալը կամ մտնելը, եւս էլի պետք է մանրակրկիտ ուսումնասիրեք, որտեղ այնտեղ ինչ որ բան է գնալու ձեզանից հավիտյան։ Եթե դուք դուրս գաք այդ աշխատանքից, այլևս այդ աշխատանքի վայր չեք կարողանա հետ վերադառնալ։ Համար պետք է լավ ուսումնասիրել ամեն ինչը։ Կկարողանաք արդյոք այս պահին աշխատանք գտնել, թե ոչ։ Որովհետև մենք դեկտեմբերին միացում ունենք, չեմ հիշում ով ում հետ էր, բայց այդ միացման ժամանակ շատերը կարող են որոշել նաև դուրս գալ աշխատանքից։ Եվ դա անվերադարձ է, օրինակ ձեզ մոտ այդպես ինչ որ մի բան կարող եք գնալ։ Համար լավ ուսումնասիրեք։ Արդյոք պատրաստ եք դեկտեմբերը մնալ օրինակ առանց աշխատանքի։
Այ գումարները ոչ ոքին գումար մի տվեք, ոչ ոքից պարտքով գումար մի վերցրեք։ Նաև Կոդեր տնօրենը գումարը չի ուզում տալ, անընդհատ կապիկություններ է անում, այսօր չկա, վաղը չկա, բայց տեսնում եք ինչ-որ մի ֆուռ ապրանք է առել բերել, լցրել պահեստը, բայց երբ որ աշխատավարձն եք ուզում չկա։ Մի խոսքով գումարի հետ կապված նաև եթե ինչ-որ բաներ եք ուզում պատվիրել եւս, հա, էլի պետք է ուշադիր լինել, որովհետեւ որտեղից որ պատվիրում եք, դա եւս կարող է այդքան էլ լավը չլինի, լավ կազմակերպություն չլինի եւ խաբեն ձեզ։ Եթե գումարել ուզենան պարտքով, բացարձակ։ Իսկ առողջությանը ոնց որ խաղի եք վերածել, լուրջ չեք նայում, եթե ինչ-որ մի տեղը ցավում է։ Պետք է շատ լուրջ ուսումնասիրել, լավ ամեն ինչ, ոնց որ աչքա թող մի արեք ձեր առողջությունը։ Կողմ մեկ ակնթարթ ավելի ուժեղ հարվածի։ Դրա համար ավելի լավ է, որ եթե ինչ-որ պահ եք զգում, անպայման այցելեք։ Այսքանը գումարներ մի քիչ, գումարը եւ առողջությունը։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 1-ից 7-ը։ Ընդհանուր ֆոնը առիթ, գուցե առիթ ունեք, ծնունդ, անակնկալ պահեր, նվերներ, դուք կգնեք կամ ամանորի համար եք պատրաստվում, արդեն նվերներ եք գնում։ Նաև ժամադրություն է դա ոմանց համար։ Թաթ բտտվում, չթողում խառնը։ Բարձր տրամադրություն նաև ինչ-որ բաներ կլինի, կարող է իրոք տանը առիթ կա եւ բարձր տրամադրություն ունեք կամ պատրաստվում եք օրինակ հարսանիքի։ Տեսնենք անձնական կյանքը։ Մի փոքր էստեղ աշխատանքն ու անձնական կյանքը ֆինանսները։ Անձնական կյանքում գումարային հարցեր են, սա կամ ինչ-որ բաներ եք ուզում գնել, կամ ձեզ կարող է ձեր երկրորդ կեսը գումար ուղարկի, կամ ծանոթանաք ավելի ֆինանսապես ապահովված, ոչ հակառակ սեռի ներկայացուցչի հետ, քննարկեք տանը գումարները, ֆինանսների հետ կապված, ինչ գնեք, ինչ անեք այս շաբաթվա ընթացքում, կամ ինչքան գումար կարող եք տրամադրել ամանորին։ Գումարային թեմա է ավելի շատ։ Եվ նաև գիտեք, եթե ովքեր որ նոր են ծանոթացել կամ շփվում են, ինչ որ զգացողություն կլինի կամ շատ է ծախսում ձեզ վրա, կամ ժլատ է, չի ծախսում, կարող է նմանատիպ ինչ որ բաներ մտածեք նաև։ Աշխատանքի հետ կապված սա ինչ որ մի բան է գնում ձեզանից, կամ այն ինչ որ ինչպես որ դուք եք արել մինչև հիմա ձեր աշխատանքը, այլևս կարող է այդպես էլ չանեք, նաև բիզնեսը նույնպես, ոնց որ մինչև այդ էզև եք վերաբերվել, այսպես եք արել, հիմա դա հանում եք եւ անվերադարձ, այլևս այդպես չեք աշխատի, հիմա նորովի ամեն ինչ կլինի։ Սա նաև ուղղակի աշխատանքից դուրս գալ է, աշխատանքից կարող ցանկանալ դուրս գալ նոր աշխատանքի տեղավորվելու համար, կարող է ավելի լավն է, ավելի ֆինանսապես լավ է, բայց այստեղ խնդիրներ կան գումարային եւ այդ գումարի հետ կապված կարող է վեճ է, դրա համար կարող է ընտանիքում եւս վեճ լինի, երբ որ օրինակ դուք լքեք այդ աշխատանքը, կամ սա կարող է բիզնես է, որը դուք անընդհատ գումար եք ներդնում, բայց ոչինչ ձեզ չի բերում, եւ դրա համար կարող խոսակցություն է, որ անընդհատ գումար ես ներդնում, բայց օգուտը չկա։ Եվ դրա համար կարող եք ի վերջո հասկանալ, որ չի ավելի լավ է, որ այդ գործը էլ չլինի եւ զբաղվեմ մեկ այլ գործով։
մարդը ինչ որ ռազմավարություն է մշակում, ինչպես այն անի, ինչպես այն ստեղծի, եւ ոնց որ մի բանն էլ արդեն հանում ասում է, չէ, այլևս այսպես չեմ անի ու վերջ։ Դա ուղղակի ինչ որ մի բան պետք է գնա, եթե գնաց, ուրեմն հավիտյան։ Եթե բիզնես եք անում, այլևս չանեք դա, ուրեմն այլևս այդ նույն բիզնեսը չկանդրադառնա, չկանի։ Բայց գումարի մասին վեճ կաղա, դուք եք պարտք, ձեզ են պարտք կա, ինչ որ խոսակցություն կա, վիճաբանություն կա։ Նաև կարող եք օրինակ գրել ինչ որ միտեղ, օրինակ ձեր ծախսերը եւ հասկանաք, որ ինչ որ բանը ավելորդ է, հանեք ձեր ծախսերից։ Բայց սա ավելի շատ վեճ է, գումարի թեման է սա, կամ չես աշխատում այսպես, կամ աշխատում ես քիչ է, կամ ինչ որ պահեր են, որովհետև եւս հա այստեղ խոսակցությունը տան մեջ է, խոսակցությունը ընտանիքում է։ Առողջության հետ կապված սա երկընտրանք է, կամ մտածում եք, որ բժշկի մոտ գնաք, կամ գնաք արդյոք չգնաք, հիմա գնաք, թե գարունա, ամանորից հետո գնաք, թե հիմա գնաք, բժշկի ստուգվեք, թե ինչ անեք։ Ինչ որ բաներ են, որ կմտածեք, արդյոք այդ դեղը արժի խմել, թե ոչ, հա, սովորություն է, չէ, ինչ որ մեկը խորհուրդ է տալիս, մարդը պետք է պարտադիր խմի։ Այնպես որ ընտրության առջև կանգնած կլինեք եւ եթե պետք է գնալ բժշկի, ավելի լավ է գնալ։ Ճիշտ է, որ մտնում ես այդ կաբինետները էլ դուրս գալ չի լինում, բայց պետք է հասկանալ, որ մեկ անալիզ տալով ոչ մի բժիշկ չի կարող ձեզ պատասխան տալ լիարժեք։ Որովհետև մարդու գլուխը ցավում է, բայց 1000 ու մի բանն է գլխացավի պատճառը։ 1000 ու մի բան։ Իրոք։ Այսքանը ձեզ համար, ինչ որ չգիտեմ ինչեր չկար։ Միայն ընդհանուր ֆոնն էր լավ, որ կարող է իրոք առիթների մեջ լինեք եւ այս process-ները բանի տեղ չտնեք։ Դենց կարող է նվերի հետ էր կապված գումարային թեման։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 1-ից 7-ը։ Ընդհանուր ֆոնը նամակագրական կապ, նոր ծանոթություն, ոմանց համար փաստաթուղթ կարող ստանալ, ձևակերպել, սերոքսանել, գրել անընդհատ, ինչ-որ տեղեկատվություններ ստանալ, սա նաև տոմս է, որ կարող եք գնել, կամ երկրից դուրս գալու համար, կամ թատրոն գնալու, կամ ոչ միտեղ, կամ հրավիրատոմս է, որ կարող են ձեզ հրավիրել որևիցե առիթի։ Անձնական կյանքը կարիճների Ուրեմն անձնական հարաբերություններում կայունություն է։ Ամեն ինչը կնորմալանա, եթե ոչ խնդիր կար հարաբերություններում, ապա ամեն ինչ կկարգավորվի, եթե ոչ թե հարաբերություններում էր, այլ ընտանիքում, հա, որից մի ինչ որ հարց կար, որ անհանգստացնում էր, դա եւս կկարգավորվի, կարող այդ փաստաթուղթն է ստանում եք, տեղեկատվությունն եք ստանում, եւ դրանից հետո հա ոնց որ հանգստանում է ընտանիքը։ Ինչ որ բան է արդեն ամեն ինչ նորմալ է եւ ամեն ինչ հանգստանում է։ Եթե նոր հարաբերություններ են, սա կայուն հարաբերություններ են, ամուր հարաբերություններ են, դա տանում է դեպի հարսանիք։ Թեկուզ եթե ինչ-որ մեկ եթե ծանոթանաք, ապա այդ մարդը ձեզ հետ չի ծանոթանալու մեկ օրվա համար կամ մեկ ժամվա համար, նորմալ երկար հարաբերություններ։ Աշխատանքի հետ կապված սա կարող է լինել ձեր տնօրենը, ձեր մենեջերը, ոչ աղջիկում պատվերը կարող եք անել այս շաբաթ, կարող եք աշխատանքային որից ինչ որ հաճախորդը բաներ եք գրում ձեզ։ Նաև ինչ որ մի աղջիկ կարող է գալ եւ իրար հետ պետք է աշխատեք այս մեկ շաբաթը, իրար հետ ինչ որ գործեր անեք։ Կամ շատ կլինեք տնօրենի հետ, եթե իհարկե աղջիկ է, շատ կլինեք մենեջերի հետ, հա, ինչ որ հարցեր անընդհատ իր հետ կլինի։ Եվ ոչ աղջիկ կարող եք բիզնես որոշել բացել։ Ձեր քույրն է, ձեր աղջիկն է,
Ձեր ընկերուհին է, ինչ-որ բան կարող եք որոշել, ստեղծել իրար հետ, գնալ, փաստաթղթերը ձևակերպել եւ նոր բիզնես բացել։ Իսկ ֆինանսական առումով հաջողություն ունեք, միգուցե իրոք գումար եք ստանում այստեղ, բավականին մեծ ժառանգություն եք ստանում, շահում եք ինչ-որ մի բան, ամենայն դեպս հաջողություն է սպասվում ֆինանսական ոլորտում կամ նաեւ դա կարող է լինել բոնուս, որը դուք կստանաք ձեր աշխատանքի վայրից, կամ եթե չեք աշխատում բիզնես ունակ, ապա եւս կարող են կամ հավելավճար տալ, կամ ուղղակի գնահատեն ձեր աշխատանք ավելի բարձր վճարեն։ Իսկ առողջության հետ կապված ուշադրություն դարձեք արյան շրջանառությանը, ամենակարևորը, կարող է պետք է քայլեք, վազեք, ավելի շատ շարժվեք, միգուցե շատ եք նստած, եւ երբ որ վեր եք կանում, կարող գլխապտույտ եք ունենում, կամ շատ գործ եք անում, գլխացավ եք ունենում, կամ հոգնում եք, դա եւս արյան շրջանառություն է, որ սկսում է արագ աշխատել, չի հասցնում ձեր օրգանիզմը սովորել, հասցնել գլուխ նորից իջնել, դե համար գլուխն է սկսում ցավել եւ դուք հետո բժշճած եք լինում։ Դրա համար ուշադրություն դարձեք դրան եւ քանի ձմեռ է, մաքուրոց շատ շնչեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 1-ից 7-ը։ Ընդհանուր ֆոնը տունն է։ Տուն գնել, տեղափոխվել, տուն մաքրել, ուբորկա անել, վերանորոգում, ինչ-որ թեթև կոսմետիկ գործողություններ անել ներսը, հյուրեր ընդունել, առիթ, բնակարանամուտ, ինչ-որ բան է, տան հետ կապված, տան իրեր եք կարող գնում ամանոր է։ Ամեն շաբաթ որոշում եք զարդարել տունը, էլի ամանոր է բնականաբար։ Ճիշտ է, ես տոնածառը փոխել եմ ու եւս մեկնել եմ դրել, բայց սա ոնց որ տոնածառ չի, ուղղակի ձեզ համար է։ Ու ինչ որ բան, ինչ որ զարդարանքներ եք ուզում անել։ Գնում եք տուն նայելու, ուզում եք տեղափոխվել եւ տուն եք փնտրում կամ տուն եք ուզում գնել, գնում եք նայելու։ Տեսնենք անձնական կյանքը։ Նաև կարող է տան մեջ եք գործանում, տան մեջ օրինակ աշխատում եք, ինչ-որ գործեր եք անում, անձնական կյանքում օձեր կան, օձերը նաև այստեղ ընտանիքը տունն է ցույց տալիս, ընտանիքը եւս կարող է մտնում են ձեր ընտանիք, քթները մտցնում են ձեր ընտանիք, ուզում են խառնել, նախանձում են նաև կարող է, ինչ-որ չար բաներ են ուզում անել, իսկ նաև սա իմաստություն է, այսինքն իմաստուն ձևով պահպանել տունը ավելի խաղաղ, ավելի հանգիստ, եթե հարաբերությունները զգում եք, որ ճիշտ մարդու եք գտել, ճիշտ է հարաբերությունները լավ է ամեն ինչ, պետք է իմաստուն լինել, որպեսզի այն պահպանել։ Հավելյալ սա իմաստություն է նաև ընտանիքը ճիշտ ձևավորելու, որովհետև սա ընդհանրապես կին է, եթե տղամարդ է նայում եւս դուք էլ, հա, կամ ձեր կողքը կունենաք այս շաբաթ այդպիսի կին, կամ ձեր կինը այդպիսին կլինի, որ կարգավորի այդպես որոշի, որը ինչ անել։ Ընդհանրապես այդպես ավելի ճիշտ է։ Բայց դա պետք չի թողնել, հա, որովհետև այստեղ ընդհանուր ֆոնը տունն է, ընտանիքը, եւ եթե ընտանիքի այստեղ անձնական հարաբերություն օձեր կան, իրոք դա ցույց է տալիս, որ մարդիկ կան ուզում են ուղիղ մխրճվել ձեր ընտանիք։ Եվ աշխատանքի հետ կապված ոչ աղջիկ է, սա կարող է տնօրենն է, ձեր մենեջերն է, ձեր հետ աշխատող աղջիկ է, ձեզ պատվիրում է, ինչ-որ մի բան, տունն եք գործանում, պատվիրում է, գալիս է տուն, ինչ-որ բաներ պատվիրելու համար, նաև ինչ-որ մեկն է ում հետ պետք է աշխատանքի վայրում ավելի շատ աշխատեք, կամ ինչ-որ մեկը կարող է ընդունվել, ում հետ ավելի մտերիմ լինեք, մտերիմանաք այս շաբաթ։
ինչ որ գործեր անեք, հա, իրար հետ։ Դա աշխատանքին է սա վերաբերվում, իր հետ կարող եք բիզնես որոշել, բացել։ Դուք եք ձեր աղջիկը իրար հետ ինչ-որ բաներ եք անում, մեկը խմորն է պատրաստում, մյուսը տորթ է թխում, մեկը կռեմն է պատրաստում, հա, կարող է շաբաթ ոչ գործողություն է, ինձ գրել էին, որ ինչ-որ մարդիկ արդեն սկսել են բլինչիկները փաթաթել, հնարավոր է, հա, նման ոչ գործողություն եք անում, սա եւս էլի աշխատանք է կարող անում եք, փաթաթավորում եք եւ վաճառում եք։ Դե իշլիքյուվ տան եւ այլն, հա, նման բաները ոնց որ երկար են մնում մառազիլքում, բնականաբար կարող են անել եւ մարդիկ պահել։ Իսկ գումարը այստեղ անցյալից եկող գումար է, կամ դուք եք պարտ, կամ ձեզ են պարտ կողմ վերադարձնել, կամ անցյալում ինչ որ գործեր եք անում, որը ձեզ գումար էր բերում, հնարավոր նորից էլի անցնեք դրան, հա, ունեք այդ աղջիկա հետ, որոշեք էլի նորից դա անել։ Ինչ որ պահեր են, որը գումար եւ անցյալ։ Գողը աշխատավարձը քիչ-քիչ են տալիս, դեռ այնտեղ մնացել էր պոչ, կամ պետությունից նաեւ գումար սա, կամ վարկ է, որը վաղուց եք վերցրել եւ հիմա էլի վերջին շունչն է, պետք է փակեք վերջացնեք։ Եվ իհարկե առողջությունը, մտածում էի, ինչ կարող եմ ասել սրա վերաբերյալ, ոչինչ չեկավ աչքիս առաջ։ Իսկ առողջությունը սա կոկորդն է, ձայնալարերը, հաստ, հոգեր, այդ ամեն ինչին ուշադրություն դարձրեք, գլաններ, որպեսզի հա մրսածություն է սա հստակ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 1-ից 7-ը։ Տան հետ կապված նախորդ նշաններ էր այդպես, տան հետ կապված է սա, կարող եք տուն գնալ նայելու, տուն մաքրեք, տունը կարգի բերեք, տունը ձևավորեք, օրինակ ես ասցենդենտով այդ եղջյուր, այս ամսի 7-ին բնականաբար տոնածառ եմ դնելու, հա, տան գործերով ենք զբաղվելու, բնականաբար տեղափոխություններ, թե որտեղ դնել տոնածառը, այդ մասին եւս, հա, ես կասեմ, թե որտեղ դնեք տոնածառը, տարածքը, որովհետեւ մենք հատուկ տեղափոխություն ենք կատարելու մեր տանը, որպեսզի տեղադրենք հենց այդ տարածքում, որովհետև մի փոքր արդեն այն կողմ դնելը սխալ էր, դրա համար մենք որոշեցինք, որ պետք է տեղափոխություն անել, որ հենց այդտեղ պետք է լինի, որ ճիշտ լինի։ Ոնց որ տան այս տեղը ուրիշ տեղ է արդեն լինում, այս մյուս կողմը ինքը մեկ այլ տարածք է լինում։ Կարող եք նայել տեսանյութը եւ կհասկանաք, որտեղ դնեք այս տարի տոնածառը։ Ճիշտ տեղ է, ամենայն դեպս հեռախոսների մեջ կան այդ ուղղությունները գտնող սարքերը եւ կարող եք գտնել դրանով, թե որտեղ տեղադրեք ձեր տոնածառը։ Եվ մի փոքր էլ անգամ, որ այս կողմ եք տանում, ցույց է տալիս մեկ այլ տեղ, ուրեմն պետք չի այնտեղ դնել, այստեղ պետք է դնեք անպայման։ Դե թե հավատում եք իհարկե նշաններին։ Եվ մենք որ տեղափոխում ենք, դուք չգիտեմ, ինչպես կորոշեք, հա, ես չեմ կարող բոլորի տեղը որոշել։ Նաև տան հետ կապված սա մեկ շաբաթ ինչ որ մեկը հյուր կգա ձեզ կամ դուք կարող եք գնալ մեկ շաբաթ ինչ որ մեկի տուն հյուր, ինչ որ կոսմետիկ վերանորոգում անեք, ուբորկա անեք, հանեք, լվանակ, վարակույրները պատրաստվեք ամանորին, այդպես։ Տեղափոխվեք բնակարանամուտ, կարող ամանորը ուզում եք նշել հենց այդ տանը։ Տեսնենք անձնական կյանքը, միգուցե ընտանիք եք կազմում, միգուցե ուրեմն այստեղ անձնական հարաբերություններում ընտրության առջև եք, միգուցե հենց ընտանիքով է, միգուցե հենց տանն է վերաբերվում, կարող ուզում եք փչել թեթև եւ ինչ գույն փչեք, ինչ անեք, կահույքը որտեղ դասավորեք եւ այլն։ Նաեւ դե սա ընտրություն է
օրինակ կարող է ձեր նախկին ամուսինը, կինը որոշում եք միանալ, հա, այդպես ծանոթ հետև եք անում, միանաք արդյոք կամ ինչ որ իրար հետ ապրելու հետ կապված դա կարող է լինել, որտեղ տուն է, ընտանիք է ցույց տալիս։ Դա նաև իրեր գնելն է, կարող տատանվել, ինչ գնել, ինչ արժեքի հիմա գնել, հետո կամ սա ժամադրություն է ունակ հրավիրել են, հա, կարող ես ժամադրության եւ տատանվում եք։ Գնաք, չգնաք կամ ինչ կրեք, հաստատ այդ մարդը արժանի է իր հետ դուրս գալ ժամադրության, թե ոչ։ Եվ աշխատանքի հետ կապված սա բարձրունք է, հենց աշխատանքի քարտն է դա ընկել։ Դա բարձրունք է, շատ աշխատանք, պատվեր, հարգանք, հեղինակության բարձրացում, գուցե իրոք սկսում եք տանից եւս աշխատել, տեղափոխում եք կամ տուն, կամ եւ այնտեղ եք աշխատում եւ հետո գալիս եք տունն էլ եք աշխատում։ Սա նոր գործ է կարող է, նոր բիզնես է, որը եւս էլի սկսում եք կամ տանից եք սկսում կամ տանն էիք անում, հիմա տեղափոխում եք օրինակ մեկ այլ տարածք եւ այնտեղ եք արդեն անելու։ Նույն դեպս սա բարձրունք է, կարիերայի աճ, միգուցե նաև պաշտոն ոմանց համար։ Իսկ գումարը այստեղ լաբիրինթ է։ Գումարը մի փոքր պետք է զգուշ ծախսեք այս շաբաթվա ընթացքում, որովհետև դե հետո կարող եք խնդիրների մեջ հայտնվել եւ գումար փնտրել, որպեսզի գոյատևել կամ սա նաև եթե ուզում եք գումար վերցնել ինչ-որ միտեղից, խնդիրներ է առաջանում։ Եթե գնում եք բանկ, օրինակ բանկում խնդիրներ է առաջանում, չեք կարողանում ստանալ այդ գումարը, գնում եք այնտեղ է խնդիրներ առաջանում եւս էլի չեք կարողանում ստանալ այդ գումարը։ Ինչ որ բախվում եք միգուցե, ինչ որ վարկ եք ուզում ձևակերպեք, այստեղ անհնարին է վարկը, հա, այս քարտով։ Աշխատավարձը կարող է ուշացնում են, չէ, կապ չունի, որ դուք շատ եք, կամ պատվիրել են, պատվերի դեռ գումարն եք սպասում։ Շատ մարդիկ ապրանքը ուղարկում են, սպասում են գումարի, որը շատ սխալ է, այդ ապրանքը գնաց արդեն վերջել, ինչ գումար։ Դրա համար պետք է շատ ուշադիր լինել գումարը, հետո կարող եք այսպես խնդիրներ ունենալ գումարը հետ վերցնելու համար։ Եվ իհարկե ճիշտ ծախսեք այս շաբաթ ուղղակի գումարները։ Որտեվ սա ասում է հետո կարող եք բախվել խնդիրների։ Իսկ առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք ձեր կոկորդին, ձայնալարերին, գրիպ, անգինա, այդպես։ Դա կարող է լինել մրսածություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 1-ից 7-ը։ Ընդհանուր ֆոնը երեխաներն են։ Երեխաներ կամ ձերը կամ ձեր հարազատներինը, նաև կարող բերեն ձեր տուն, դուք պահեք այս մեկ շաբաթը կամ դուք ձեր երեխաներին տանեք մեկ շաբաթ ինչ-որ միտեղ իրենք այնտեղ պահեն։ Նաև սա նոր բիզնես է, նոր կյանք է, նոր ինչ-որ մի բանի սկիզբ է, նոր հարաբերության սկիզբ է, նոր աշխատանքի սկիզբ է։ Դա նաև կարող եք իմանալ, որ դուք հղի եք կամ թոռներ եք ունենալու կամ ծոռ եք ունենալու, ինչու՞ չէ։ Կամ այս շաբաթ կարող եք ունենալ ուղղակի երեխա։ Կամ առիթ լինի, հրավիրեն ձեզ եւ գնաք, երեխայի առիթ լինի կամ սերը որոշելու առիթ։ Նոր բիզնես եք բացում եւ այս շաբաթ ոնց որ երեխայի նման պետք է խնամեք այդ բիզնեսը։ Անձնական կյանքը Քան լարված քարտեր կան ընկան։ Անձնական կյանքում նայեք, այստեղ կարող է հղիություն, ծննդաբերություն է եւ միջապես օծեր են հայտնվում նախանձ մարդիկ։ Մտնում են ձեր ընտանիք, քչփորում են նաև ձեր երեխաների կյանքը։ Դա նաև իմաստություն է ընտանիքը ճիշտ պահելու համար, կարգավորելու, եթե խնդիրներ կան, հարաբերությունները նույնպես ճիշտ ձևավորելու համար։
նոր ծանոթություն եւս, եթե նոր պետք է ծանոթանաք, ինչպես ձեզ պահեք, եւս իմաստուն կերպով ոնց որ ավել բաներ չխոսել դա է։ Բայց նաեւ ինչ որ մարդիկ կան, ովքեր որ մտնում են ձեր անձնական կյանք։ Իրոք։ Թեկուզ եթե օրինակ ոնց որ հղի եք, կարող հարևանը գալիս ասում է, 5-րդ երեխուն ես ունենալու, բայց չես մտածում ոնց ես պահելու։ Ինչ որ կարող է նման բաներ, նման անդուր, գիտեք, ես օրինակ որ նայում եմ կան 8 երեխա, 10 երեխա եւ այդ երեխաները այդքան էլ լավ չեն ապրում, ես ոչ ոքին չեմ մեղադրում, դա այդ մարդու խնդիրն է։ Եթե ինքը ուզում է երեխաները այդպես հա, ապրեն իրենց կյանքը, ապա բերում է։ Դա ձեր երեխաները չեն եւ դուք իրավունք չունեք քննադատելու, քննարկելու նաեւ այդ հարցը։ Եթե դուք խոսում եք ինչու ես երեխաներ բերել այսքան, եթե չես կարողանում պահել, իմացեք, որ դուք կարող եք զրկվել երեխա ունենալուց։ Որովհետև նման արտահայտություն չի կարելի անել, Աստված է տալիս եւ Աստված է որոշում այդ երեխաները ինչ ճակատագիր պետք է ունենան։ Իրանք պետքա ծակ կոշիկներով մանգան, թե պետքա մանգան օրինակ, չգիտեմ, այնտեղ 100,000 դրամանոց բոթասներով։ Միայն Աստված է որոշում ինքը ինչու է եկել եւ եթե ինքը պետք է գա, ուրեմն պետք է գա։ Ավելի լավ է երեխային պահել, քան հանել։ Մարդիկ կան իրոք շատ արագ հղիանում են, շատ արագ եւ քննադատել դա ես օրինակ երբեք ինձ թույլ չեմ տալիս, ես անգամ շատ ուրախ եմ, որ մարդիկ այդքան երեխաներ են ունենում եւ թեկուզ այդքան դժվարությունով, բայց էլի պահում են, որ իրանք էլի պետքա այդ երեխային ծննդաբերեն, որ թեկուզ դժվարությամբ բայց ունենան։ Դա իրոք հզորություն է եւ ոչ թե մարդու ուղեղը անջատած է, այլ ուղղակի ազգն է մեծանում, ազգը։ Եթե ինչ-որ մարդիկ կարող են կողքից օգնել, օգտակար լինել, պետք է օգտակար լինեն, եթե ոչ, ուրեմն պետք է լռեն հավիտյան։ Իսկ հիմա այստեղ օրինակ նաև նմանատիպ ոչ է process կա, որ խոսակցություն կարող է լինել նաև ձեր տանը երեխայի հետ կապված, երեխա չունենալու հետ կապված, երեխա ունենալու հետ կապված։ Եվ կարող է անգամ հարևանը դա կմճտել, հարևանը դա ասել, ինչ որ մեկը դա ասել, ինադու ցավ տալու համար։ Աշխատանքի հետ կապված մի փոքր խնդիրներ կան։ Եթե այս շաբաթ թեկուզ ուզում եք բիզնես բացել, եւս պետք է շատ ուշադիր լինել, կարծեմ ամսի 11-ը 12-րդ լուսնային օրն է, չէ, 11 ոնց որ 11-ի շարունակությունն է։ Այնպես որ պետք է կարողանաք ճիշտ ժամանակին բացել բիզնեսը, որպեսզի խնդիրներ չունենաք։ Բայց ամենայն դեպս այստեղ աշխատանքի ընդունվելը եւս հա կարող է գնալ անընդհատ բախվել, անընդհատ խնդիրներ եւ խնդիրներ։ Եթե թեկուզ որևիցե գործունեություն եք ուզում ունենալ, եւս հա կարող եք էլի այդ բիզնեսը բացելուց, այստեղ գնաք ինչ որ մի բան կամ փակ լինի, չկարողանաք սա անել, ինչ որ բան չկա, որ անեք։ Դրա համար, եթե չկա որ անեք, ուրեմն պետք է այդ պահին դադարեցնեք դա, որովհետեւ անհնարին է տանջվելը։ Դժվարություններ կլինի հետո։ Գումարի հետ կապված եւս վեճ է սա։ Վեճ է խոսակցություն, որտեղ եթե աշխատանքը բախում է, ապա գումարը եւս։ Միգուցե աշխատանքի վայրում աշխատող եւ տնօրենն են բախվում։ Եվ դրա համար աշխատավարձը չկա, դրա համար եք բախվում։ Կարող վեճ է կամ հաճախորդների հետ է սա, հաճախորդները գումարը չեն տալիս։ Որ բիզնես եք բացել, ձեր բիզնեսը շատ եք սիրում, ամեն ինչ նորմալ է, բայց հաճախորդները գումարները չեն տալիս։ Եվ անդադ վեճ է այդ գումարները վերադարձնելու համար։ Կամ սա պարտք է, խոսակցություն է մի խոսքով։ Կամ ավելորդ բաները կհանեք, ավելորդ ծախսերը կհանեք ձեր ընդհանուր բյուջեից։ Կամ իրոք ընդհանուր բյուջեի կռիվ է սա կարող։ Իսկ առողջությունը, եթե խնդիրներ կար, ապա կայունացում է սա։ Թեկուզ եթե հղիություններ եւ դժվար եք տանում, այս մեկ շաբաթը ավելի լավ կլինի ձեր վիճակը։ Այնպես որ յուրաքանչյուր, եթե խնդիր կար, ապա դա եւս լավ կանցնի։ Ինքը կփոխվի եւ ավելի կայունանա ձեր վիճակը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ձկներ։
Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 1-ից 7-ը։ Խոչընդոտներ են շաբաթվա սկիզբ, շաբաթվա մեջ, տեսնենք, բայց որ ոլորտն է խոչընդոտներ։ Միգուցե չեք կարողանում գտնել ճիշտ ուղին, ճիշտ ճանապարհը այդ խոչընդոտներից ազատվելու համար։ Այստեղ ավելի հեշտ ճանապարհ կա, ոչ թե քարերի վրա, դրա համար պետք է լավ, ոչ թե խառնվել իրար, էմոցիոնալ դառնալ, ինչ որ հարցին լուծում տալու համար, այլ պետք է ուղղակի լավ ուսումնասիրել եւ գտնեք ճիշտ լուծումը։ Անձնական կյանքը Բացեն անձնական կյանքում է։ Անձնական կյանքն է խնդիրներով լի։ Անընդհատ կամ ուզում եք ծանոթանալ դիմացինի հետ, չեք կարողանում, չի թողնում, կամ ինչ որ բան է իրար հետ անընդհատ խնդիրներ կան հարաբերություններում, կամ տանը, ոչ թե ձեր հարաբերություններում է, այլ տանն է այդ խնդիրը։ Ընդհանուր բոլորին է վերաբերվում այդ խնդիրը, ինչ որ բան կա, որ բախվում եք անընդհատ եւ չեք կարող ինչ որ բան անել։ Միգուցե տան անդամները անընդհատ գնում են աշխատանք փնտրելու, հետ են գալիս դատարկ առանց աշխատանքի գտնելու, կամ ինչ որ մի բան կա, որը խանգարում է ամբողջ ընտանիքին, կամ սա նաեւ ձեր անձնականն է, որ էլի չեք կարողանում կառուցել անընդհատ ինչ որ խնդիրներ կան, ինչ որ մեկի հետ կարող շփվել, օրինակ այս շաբաթ խնդիրներ առաջանան, նորից իրարից հեռանաք, այսպես ինչ որ բախումներ կան, կամ անընդհատ մեկդ մյուս մի բան կասեք, մյուսդ մի ուրիշ բան կասեք եւ մեկը մյուսի հետ չի համաձայնվի, ձեր կարծիքները կբախվեն իրար եւ էլի նորից խնդիրներ կլինի։ Դրա համար անձնական կյանքը պետք է հանգիստ թողնել, որ թող ինքը իր հունով գնա, որովհետեւ այնց խոչընդոտները դրանից էր առաջանում։ Եվ եթե չեք կարողանում ծանոթանալ դիմացինի հետ, ապա ուրեմն պետք չի այս շաբաթ, որովհետև ինչքան էլ դիմեք, կարող է հետո ավելի ձանձրանա եւ ավելի ձեզ վիրավորի հետադարձ։ Դրա համար եթե չի ստացվում, ուրեմն պետք է այս շաբաթ հանգիստ թողնել տվյալ անձնավորությանը։ Նույնն էլ եթե հարաբերություններում խնդիր կա, մեկը մյուսին դադար տվեք։ Մի անընդհատ բզբզացեք, գրակի վրա բենզին լցրեք ու նստեք ու ասեք հետո խնդիրներ կան հարաբերություններում։ Չէ, պետք է հանդարտացնել այս շաբաթ ամեն ինչը։ Չէ, մի բան չի ստացվում, ընտանիքով, ինչ որ խնդիր է, ինչ որ մի բան չի ստացվում, վերջ։ Այդ հարցը դնում եք մի կողմ, այդ հարցին էլ չեք վերադառնում, որովհետև անընդհատ բախվելու եք խնդրի։ Անձնական աշխատանքում ոչ թե տղամարդ է, կարող է ձեր տնօրենն է, օրինակ, եթե այսպես նայենք այստեղ խնդրին, ապա կարող է տնօրենի հետ է անընդհատ բախումը, խոչընդոտներ է կարող ստեղծում ձեզ համար, նոր մի հատ գրեհիկ տնօրեն եք ստացել, կամ մենեջեր է օրինակ, էլի նորից գրեհիկ է, կամ աշխատող է, ով եւս էլի, ինչ որ մի ձևով չի կարողանում, կամ հաճախորդ է։ Կամ բան է պատվիրել եւ դուք խնդիրներ ունեք, չեք կարողանում պատվերը տալ։ Ինչ որ բաներ չկան, ապրանքները չկան, խանութում վերջացել են, եթե մի քիչ հանգստանաք, կկարողանաք ժամանակ խնդրել, պատվիրել, ինչ որ բաներ բերեն, հասցնեն, դուք կարողանաք այդ պատվերը տաք։ Նույնն է բիզնեսն է, սա կարող է ձեզ բիզնես առաջարկեն, բայց հնարավոր է նաև հետևից խոչընդոտները հետևից կան։ Նամար միանգամից մի վստահեք, լավ ուսումնասիրեք, եթե առաջարկներ կստանաք։ Կամ այս մարդը կարող աշխատանքում կամ ինչ-որ միտեղ, եթե խնդիրներ կան, կարող այս մարդը ուղում է նաև այդ խնդիրները։ Եթե խոչընդոտներ են առաջանում, կարող դիմեք եւ այս մարդը գա օգնի ուղի այն։ Ֆինանսական վիճակը կայուն է, ֆինանսների հետ կապված բացարձակապես դուք խնդիր չունեք, եթե ունեիք, ապա հիմա ավելի կզգաք, որ կայունանում է, այսինքն աշխատում եք հստակ աշխատավարձ եք ստանում, այդպես։ Գիտեք, որ ամեն ինչը հստակ է։ Իսկ առողջության հետ կապված այստեղ ընտրության առջև եք։ Գնաք վիրահատության հիմա, գնաք բժշկի եւ գնաք հիմա ամանորից հետո, գնաք այս բժշկի մոտ, թե այն բժշկի մոտ, ինչ որ ընտրության առջև կլինեք։ Հարցեր են, որոնք որ ձեզ կարող են տանջել։ Արդյոք պետք է անել դա հիմա, թե հետո։ Եթե ինչ որ բան է ձեզ տանջում, ապա ճիշտ կլինի, որ այդ ժամանակ անեք, որովհետև հետոն արդեն միշտ ուշ է լինում։
որ ասեմ իդեալական շաբաթեր կխափեմ։ Ինչ որ ձևերով պետք է կարողանաք ամեն ինչը հանդարտացնել այս շաբաթ։ Այն ֆինանսական վիճակն է, որ ավելի նորմալ է եւ եթե թեկուզ դուք չեք աշխատում, գիտեք, որ տանը աշխատող կա եւ այն գումար կբերի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։